Դատախազական ներգործության շնորհիվ օտարված ևս մեկ հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի սեփականության իրավունքը։ Խոսքը վերաբերում է Աջափնյակի Շիրազի փողոցի ձախ հատվածում 735 քառակուսի մետր հողամասին, որն ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 18 միլիոն 293 հազար դրամ է։ Հողամասն ունի նպատակային նշանակություն բնակավայրերի, այսինքն ի տարբերություն նախորդիվ մեր ամրացրած գույքերի, որոնք ենթակա չէին կառուցապատման, ենթակա չէին մասնավորեցման, այստեղ նպատակային նշանակությունը ինքնին հակառակի մասին է խոսում եւ այսուհետ կլինի պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության ներքո ըստ այդմ արդեն կառավարությունը իրավազոր է որոշելու գույքի ճակատագիրը։ Պետշահերի պաշտպանության վարչության հայցը հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է։ Անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի եւ ֆիզիկական անձի միջև 2003-ին կնքված առողջարքի պայմանագիրը։ Աննա Վարդապետյանը ներկայացրեց նաեւ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազության 9 ամսվա աշխատանքի արդյունքը։ Հայաստանի Հանրապետությանն ենք վերադարձրել միայն այս լիազորության շրջանակում շուրջ 10 միլիոն 276 հազար ամերիկյան դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք, բացի դրանից 2 մանկապարտեզ եւ 1 մարզադաշտ։ Բացի այդ, բռնագանձվել է 654 հազար ամերիկյան դոլարին համարժեք 249 միլիոն դրամ։ Վերականգնված միջոցների միասնական հաշվի մասով, որը անցյալ տարի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ սկսեց գործել, այս պահի դրությամբ ունենք 52 միլիոն 254 հազար ամերիկյան դոլարին համարժեք շուրջ 20 միլիարդ դրամ, մի փոքր ավել 20 միլիարդից։ Հիփոթեկով եկամտահարկի վերադարձի շահառուները ավելացել են 12 հազարով։ Կառավարությունը հավելյալ գումար հատկացրեց ծրագրին։ Պետնախագահը հիշեցրեց, հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հիփոթեկային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները, որոնցով պայմանավորված նաև նախորդ տարեվերջին կտրուկ ավելացել է շահառուների թիվը, երբ արդեն ընդունվել էր բյուջեի նախագիծը։ 2025-ի բյուջեով նախատեսված 84 միլիարդ դրամից 70 միլիարդը արդեն ծախսվել է։ Ավելի մեծ է, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Անցած տարի մենք ունեցել ենք 69 միլիարդ եւ հիմա այս միտումները հաշվի առնելով պատշաճ միջոցներ ունենալու եւ մեր այս ծրագրից օգտվող մեր քաղաքացիներին պատշաճ աջակցելու համար անհրաժեշտություն կա եւս 12.6 միլիարդ դրամով ավելացնել մեր տարեկան ծրագիրը, որը առաջարկում ենք կատարել պետական բյուջեի առանձին ծրագրերի խնայողությունների հաշվին։ Տարեվերջին ցուցանիշը կհասցվի մոտ 100 միլիարդ դրամի, ինչը նշանակում է 2024-ի համեմատ կանխատեսվում է մոտ 28 միլիարդ դրամով ավելացում։ ՊԿ ղեկավարի գնահատմամբ ծրագրի մեկնարկից ի վեր նման աճ երբևէ չի գրանցվել։ Եկեք արձանագրենք, որ այսքան ծավալ կառուցապատման ոլորտում ստվերից դուրս է եկել։ Եվ մի կողմից իհարկե ծախսերը շատ մեծ են, բայց մյուս կողմից ենթադրում եմ, որ հարակից էֆեկտներն էլ են շատ բարձր, որովհետև իրոք սա եթե 100 միլիարդին մոտ գումար ծախսում եք տոկոսների սուբսիդավորման վրա, դա նշանակում է, որ բավականին մեծ պորտֆել ունենք արդեն եւ հաճախորդների շահառուների թիվն էլ 62,000, բայց այնուամենայնիվ ես ենթադրում եմ, որ այս աճը դանդաղելու է, պարոն Հակոբյան, հա, կարգավորումներից, թե Երևանից դուրս կառուցապատումը այնուամենայնիվ ունենք ընթացք, որը էլի կբերի այս պորտֆելի աճի եւ շահառուների թվի աճին։ Ոլորտը էապես խթանված է, երևի թե միակ ոլորտն է, որ այս պահին բավական բարձր աճեր ունի, եթե օրինակ հունվար-օգոստոսով նայենք, շինարարությունը 20%-ով աճում է եւ մեր հարկային վճարումների մեջ եթե նայենք, այսինքն հարկային մուտքերի մեջ եթե նայենք, ինքը առանցքային ոլորտներից է, խոշոր հարկ վճարող, իսկ ինչ վերաբերում է ապագա միտումներին, ապա այս պահի կանխատեսումներով առաջիկա 1-2 տարին դեռ աճի տրենդ կունենանք, որից հետո աստիճանաբար այս սահմանափակումների ֆոնին ինքը կվերադառնա դեպի բնականon մակարդակներ։ Նշվեց նաև, որ մինչև 2025-ը կառուցապատումներն իրականացվում էին ավելի շատ Երևանում, հիմա ակտիվություն է նկատվում նաև մայրաքաղաքից դուրս։ Կարգավորումները այնպիսին են, որ հաջորդ տարի Երևանի մերձ Երևանյան մարզերից էլ դուրս գալու ծրագիրը եւ շարունակելու է գործել միայն սահմանամերձ մարզերում։ Հաջորդ տարի ասելով նկատի ունեմ 20, ոչ թե 26, այլ 27-ը եւ սա եղել են հիմնական մոտեցումը, որ մենք մի քայլով
Երևանին հարակից մարզերում ենք խթանում այս process-ը, դրանից հետո արդեն ավելի հեռացնում ենք։ Առաջարկվում է ջերմատնային ոլորտի զարգացման աջակցելու ծրագրերը դադարեցնելու փոխարեն շարունակել նոր պայմանով, այն է 2% սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում։ 2023-ին էր հաստատվել ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագիրը, որպես արդյունքային ցուցանիշ սահմանելով 35 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը։ Սահմանված թիրախը ոչ միայն կատարվել է, այլև կրկնապատկվել։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով կա 60 հեկտարի հայտ, որից 15 հեկտարը մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հեկտարի աշխատանքները ընթացքում են։ Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 8%-ային կետով, տրամադրվող վարկի 3-ից 9 միլիարդ դրամի գումարի մասնաբաժինը 7%-ային կետով, տրամադրվող վարկի 9 միլիարդ դրամից ավել մինչև 15 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 6%-ային կետով։ Հիշեցնեմ, որ ծրագրով սահմանված է նաև 12 ամիս վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների արտոնյալ ժամկետ, վարկի մարման ժամկետը 8 տարի է։ Գործող 1500 հեկտար ջերմոցից եւ ջերմատնից 300-ը ժամանակակից տեխնոլոգիաներով են։ Արտահանվող բանջարեղենի գրեթե 100%-ը ջերմատների արտադրանք է, նշեց նախարարը։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121800 տոննա պտուղ բանջարեղեն, ուրեմն նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108600 տոննա ենք արտահանել, այսինքն այս տարի 13600 տոննա կամ 12% ավելի շատ ենք արտահանել։ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Էկոնոմիկայի նախարարը նշեց, նախատեսվող օժանդակությունը դրամաշնորհային է, վարկային միջոցներ չեն։ Մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում մինչև 6.1 միլիոն եվրո, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացմանը մինչև 6.1 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում մինչև 3.1 միլիոն եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր մինչև 0.3 միլիոն եվրո։ Այսպիսով, ԳԴՀ կառավարությունը համաձայնագրի առաջին կետով ներկայացված վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային եւ դրամային ու ոչ դրամական ծառայություններ ընդհանուր 15.6 միլիոն եվրո արժեքով։ Ծրագիրը կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը GIZ-ը։ Նշվեց նաև, որ Գերմանիայի հետ գործակցությամբ առաջիկայում կմեկնարկի նաև 26 միլիոն եվրոյի դրամաշնորհային ծրագիրը, ուղղված Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը։ Մայա Խաչատրյան, լուրեր։